Ողջույն։ Շարունակելով կրթություն եւ արվեստ ուսանողական նախաձեռնության ոդքասթների շարքը, այսօր մեր հյուրն է Երևանի Պետական Համալսարանի ֆիզիկայի ինստիտուտի դոցենտ եւ գիտաշխատող Տիկին Ալոյանը։ Այսօր մենք փորձենք դիտարկել կյանքը որպես ներդաշնակ ֆիզիկական համակարգ եւ հասկանալ ինչ է իրենից ներկայացնում կենսաֆիզիկան։ Ալոյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար եւ ի վերջո կասեք կենսաֆիզիկան ինչ է իրենից ներկայացնում, այն միայն կյանքի ընթացքն է ներկայացնում, թե ավելի ընդհանուր եւ հիմունքային օրենքների հավաքածու է, որը ցույց է տալիս ինչպես է նյութը դառնում կյանք։ Նախ բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար, ես իրոք ուրախ եմ, որ կան ուսանողներ, որոնք հետաքրքրվում են այդ թեմաներով։ Կենսաֆիզիկան ինքը շատ լայն հասկացողություն է եւ եթե մենք սկսենք զրուցել խորությամբ, դա բավականին երկար կտևի։ Եթե կարճ ես ասեմ, ֆիզիկական այն բոլոր օրենքները, որ կա, գործում է հենց կյանքում, այսինքն մեր ամբողջ օրգանիզմի գործունեության մեջ գործում է ֆիզիկական օրենքները եւ որպեսզի մենք հստակ հասկանանք, թե ինչ է կյանքը, ինչից է առաջացել եւ ուր են գնում, պետք է հստակ պատկերացնենք, ինչ ֆիզիկական երևույթներ են կատարվում բոլոր փուլերում։ Այսինքն ըստ էության ես կարող եմ ասել, որ կյանքը նաեւ ֆիզիկա է։ Շատ լավ։ Այսինքն կենսաֆիզիկան հնարավորություն է տալիս բջջային գործընթացները հասկանալ, ինչպես է ֆիզիկան այդտեղ օգնում։ Եթե ավելի մանրամասն կարող եմ ասել, որ կենսաֆիզիկան դա հասկանալի է ֆիզիկայի եւ կենսաբանության խաչմերուկում գործող մի գիտություն է, որը պետք է ներառում է եւ կենսաբանական ասպեկտներ եւ ֆիզիկան։ Կամայական կենսաբանական գործընթաց գործողություն բացատրվում է ֆիզիկական օրենքներով։ Սկսած դա մոլեկուլից, կենսաբանական մոլեկուլներից մինչև նրանց գործունեությունը, այսինքն նախ կառուցվածքը, ինչպես է աշխատում, եթե պարզ օրինակով բերեմ, կարող ենք բերել մի լայն sense տիրույթ, հա, դա սպիտակուցներն են։ Նրանց աշխատանքը շատ ամեն ինչ կյանք օրգանիզմում կարգավորվում է սպիտակ բջջում, օրգանիզմում կարգավորվում է սպիտակուցների աշխատանքով։ Սպիտակուցները դրանք կարելի է ասել, որ փոքր ֆիզիկական մեխանիզմներ են։ Այսինքն իրանց աշխատանքը բավականին հետաքրքիր է նաև ֆիզիկայի տեսակետից, ինչ առումով։ Բացի առաջնային, ասենք, կառուցվածքից, տարբեր ամինաթթուներից, այստեղ շատ կարևոր է երկրորդային, երրորդային կառուցվածքը, որը առաջանում է, այսինքն անմիջական ֆունկցիաները կախված են այդ երկրորդային, երրորդային կառուցվածքից, որը թվային, ասեմ, որ պատկերացնեք, 10-ի 100 աստիճան մոտավորապես հատ տարբեր հնարավոր տարբերակներ կա երկրորդային կառուցվածք առաջացնելու, բայց գործումը աշխատում է միայն մեկը։ Եվ այն, որ այդ բոլոր հնարավոր տարբերակներից մոլեկուլը ընդունում այդ մեկը, որը իր ֆունկցիան է կատարում, դա շատ զարմանալի բան է եւ այդ ամբողջը կարգավորվում է ֆիզիկայի օրենքներով, ինչ առումով, որ այնտեղ էլեկտրոմագնիսական փոխազդեցություններ են, վանդերվալսյան փոխազդեցություններ են, այսինքն ջրասնական կապեր են, այդ ամեն ինչը կարգավորվում է դրանցով։ Եվ եթե ավելի մանրամասն ասեմ, այդտեղ էնտրոպիայի գործոնի իհարկե կա, այսինքն էնտրոպիայի տեսակետից ձեռը կատալիս հենց այդ վիճակը ընդունել եւ դա ես ասում եմ ընդամենը մեկ սպիտակուցի տեսակետից, այսինքն իր գործունեությունը ինչպես կարելի է բացատրել, հաշվի առնելով, որ սպիտակուցները շատ են եւ տարբեր ֆունկցիաներ են կատարում, այսինքն այստեղ շատ բան կա անելու, ընդ որում շատ բան կա անելու նաեւ ֆիզիկոսների կողմից։ Ուզում եմ նշել, որ այս վերջերս մանավանդ շատ արագ զարգանում է մոդելավորումը եւ այդ բնագավառում, եթե չեմ սխալվում, 20 թվին ստեղծել են ծրագիր, որը օգնում է մոդելավորել ցանկացած սպիտակուց, ցանկացած հաջորդականությամբ, տեսնել թե ինչ երկրորդային կառուցվածք ընդունի, որպեսզի հետագայում կարողանան կանխատեսել, թե ինչ ֆունկցիա կարող է կատարի, այսինքն այստեղ արհեստական սպիտակուցների հեռանկարային մի հատ մեծ լայն տիրույթ է բացվում, որը կաշխատի նաև բժշկության մեջ, այսինքն մեծ հեռանկարներ կան։ Այսինքն մոդելավորումը հնարավորություն է տալիս ինչ-որ բաներ դիտարկել, որոնք դեռևս փորձով չեն կարող տեսնել, ինչքանով է ճշգրիտ դա լինում։ Հաշվի առնելով, որ կենսաբանական կամայական համակարգ ինքը բարդ համակարգ է, այսինքն այնտեղ պետք է հաշվի առնել մեծ թվով ֆակտորներ, որ գործում է, եւ բնական փորձով
ստանալ այդ ամեն ինչի պատասխանը մի փոքր դժվարանում ենք։ Այսինքն կան իհարկե տարբերակներ, որ որոշակի բաներ բացահայտվում են, բայց որպեսզի լիարժեք պատկերը հասկանանք, այստեղ մի փոքր դժվարանում ենք իրական կյանքում իրական փորձ կատարելը։ Իսկ այն մոդելավորումը օգնում է պատասխանել որոշ հարցերի, որը փորձնական ձևով դեռ չենք կարողանում ստանալ։ Ինչ որ դաշտ է ստեղծում, որպեսզի արդեն փորձնական մեթոդներ էլ օգտագործվեն այդտեղ։ Իհարկե, այսինքն այստեղ գոյություն ունի այսպիսի արտահայտություն համակարգչային փորձ։ Այսինքն ինչ է դա։ Դա ըստ էության մոդելավորում է, որը իր մեջ հաշվի է առնում նաև փորձնական տվյալներ։ Այսինքն որոշակի փորձի ստացված տվյալներ վերցվում է ու մոդելավորման ժամանակ դա հաշվի առնելով մաքսիմալ ձևով մոտենում ենք իրական պատկերին։ Ասացիք, որ բժշկության հետ էլ է կապված կենսաֆիզիկան, ինչպես է օգնում ինչ-որ բժշկական մեթոդներ մշակելու համար։ Նոր դեղեր ստեղծելու մեջ դա կարող օգնի, արհեստական սպիտակուցներ, ինչպես ասում եմ, մեր ուզած ֆունկցիաներով, այսինքն հետագայում ենթադրենք որոշակի հիվանդություններ, օրինակ հենց Պարկերսոնի հիվանդությունը, Այսգերմերի հիվանդությունը կապված են սպիտակուցի ոչ ճիշտ տարածական կառուցվածք ընդունելու հետ։ Եվ այստեղ արդեն, եթե մենք կարողանում ենք այդ ամեն ինչը կառավարել, այսինքն մենք հասկանում ենք նման կառուցված ստանալու համար օրինակ ինչ է մեզ անհրաժեշտ, կարող ենք կանխատեսել, ստեղծել, սինթեզել եւ փորձել այդ հիվանդությունները հաղթահարել։ Եվ դա ես մի երկու օրինակ ասեցի, նման հիվանդություններ կան եւ դա հեռանկար է տալիս նոր ուղղություն բժշկության մեջ։ Օրինակ այդպիսի հիվանդությունը նաեւ քաղցկեղը չէ։ Ինչպես է այդտեղ աշխատում կենսաֆիզիկան, ինչ հնարավորություններ եք տեսնում։ Դա առանձին շատ ցավոտ ոլորտ է մանավանդ Հայաստանի համար, որտեղ վերջին վիճակագրական տվյալները այդքան էլ լավը չեն, այն առումով, որ շատ տարածված է Հայաստանում այդ հիվանդությունը, եթե կարելի ասել հիվանդություն, եւ իրան ուղված մեթոդները բուժելու, հա, եւ ախտորոշելու, բուժելու շատ ակտիվ զարգանում են։ Չնայած կան դասական ոնց որ մեթոդներ, դա ճառագայթային թերապիա, քիմիաթերապիա, որոնք իրարվում են, բայց հաշվի առնելով նաեւ նրանց կողմնակի ազդեցությունները, որը շատ վատն են, այսինքն ցավոտ են, այստեղ պետք է նոր մեթոդիկաներ մշակել եւ ամբողջ բժշկությունը ես կարող եմ ասել, որ վերջի տարիներին գնում է մի քիչ նոր ուղղությամբ, մոլեկուլային բժշկություն է կոչվում, այսինքն փորձել կենսաբանական մոլեկուլների ԴՆԹ-ի սպիտակուցների մակարդակով կանխել կամ բուժել քաղցկեղը։ Որտեւ գիտենք, հա, շատ ժամանակ քաղցկեղի առաջացումը կապում ենք մուտացիաների հետ, տարբեր ֆակտորներից կախված, եւ եթե կարողանանք կառավարել մոլեկուլները, որոնք պատասխանատու են դրա համար, մենք կկարողանանք կանխել այդ հիվանդությունը, ել չեմ ասում նաեւ բուժման մասին։ Հիմա քաղցկեղը ավելի շատ ինչ-որ ֆիզիկական ազդեցություն է, թե մուտացիաների արդյունք։ Քաղցկեղ կա նաեւ վիրուսային ծագում ունի, այսինքն այստեղ տարբեր ֆակտորներ կան, հիմնականում շատ դեռ խոսակցություններ են գնում եւ չեն եկել վերջնական եզրակացության, թե ինչից է այն առաջանում եւ ոնց կարելի է բուժել։ Յուրաքանչյուր դեպք դա անհատական դեպք է, պահանջում է անհատական մոտեցում բուժման մեջ։ Եվ այստեղ իհարկե ֆիզիկները շատ բան ունեն անելու, նորից եմ ասում, հենց մոլեկուլների մակարդակով նոր դեղորայք ստեղծելու, այսինքն պոտենցիալ նյութեր սինթեզված, որոնք բացահայտելի մեխանիզմներ ինչպես են ազդում, ուղղորդել արդեն այդ ազդեցությունը եւ այդ ամեն ինչը ըստ էության արվում են եւ in vitro եւ in vivo լաբորատորիաներում համատեղ միջդիսցիպլինային խմբերի կողմից, այսինքն եւ ֆիզիկների, եւ կենսաբանների, եւ քիմիկների խմբեր են գործում համատեղ, որի միակ նպատակը փաստորեն ստանալ վերջնական արդյունք այդ քաղցկեղի բուժման, ախտորոշման, ինչպես նաև կանխարգելման համար։ Իսկ նշեցիք մոլեկուլային բժշկության մասին, այդտեղ որոնք են հիմնական մարտահրավերները, որ թույլ չեն տալիս արագ առաջընթաց գրանցել։ Մեթոդիկաները փորձարարական, գիտեք, այս գնալով զարգանում են եւ հնարավորություն են տալիս արդեն մեկ մոլեկուլի մակարդակի հետազոտություններ անել, այս single molecule experiment-ներ, դա
համեմատաբար նոր բան է, այսինքն տեխնոլոգիան այնքան է զարգացել, որ արդեն հնարավոր է նման հետազոտությունները եւ այդ տեխնոլոգիաները կարելի ասել, որ նոր են զարգացել եւ այդ հնարավորությունները գիտնականները նոր են ստացել եւ շատ ակտիվ տեմպերով վերջին տարիներին դա արվում է։ Շատ խմբեր չեն գործում, եթե համաշխարհային այդ գիտության ոլորտը նայել, բայց տենդենսը կա գնալ դասական մեր օրինակ իմացած մեթոդներից փորձել անցնել այդ նոր մեթոդներին, որի համար այդ անցումը ապավելու համար բնականաբար դեռ շատ գործ ունեն անելու գիտնականները, այսինքն հետազոտություններ պետք է արվի, որպեսզի վերջնական արդյունք ստանանք։ Իսկ օրինակ քիմիոթերապիային կամ ճառագայթային թերապիային փոխարինող ինչ-որ ուրիշ թերապիաներ կան։ Այստեղ իմ ասած տարբերակը ըստ իս ապագայում կգա դրան փոխարինելու, այսինքն իմունային համակարգի հետ աշխատելու հետևանքով մենք կարող ենք դա լուծել այդ հարցը, բայց մինչև այդ մակարդակը գալը մենք ինձ թվում է բավականին ճանապարհ դեռ կա անցնելու։ Հիմա մեկ այլ մեթոդներ են փորձվում նոր մեթոդիկաներ ներմուծել, նոր ասելով մեթոդների համատեղմամբ, այսինքն օրինակ որոշակի քիմիոթերապիայում օգտագործվող նյութերը, որոնք ցուցաբերում են ֆոտոսենսիբիլիզատոր հատկություններ, կիրառել համատեղ ճառագայթային թերապիայի հետ, այսինքն երկու մեթոդների, երկու թերապիաների համադրմամբ ստանալ ոնց որ ավելի ուժեղ արդյունք եւ քիչ կողմնային ազդեցությամբ։ Նման հետազոտություններ կատարվում են ներկապահին եւ ֆիզիկայի ինստիտուտում եւ կենսաբանության ինստիտուտում ԵՊՀ-ի համատեղ նաեւ ֆարմացիայի մեր գործընկերների հետ նոր նյութերի սինթեզման հարցով իրանց հետ համագործակցություն է գնում։ Արդյունքներ կան եւ ես հուսով եմ, որ այդ արդյունքները կիրառություն կգտնեն նաեւ արդեն բժշկության մեջ։ Այսինքն Հայաստանը հնարավորություն ունի այդտեղ մրցունակ դեր զբաղեցնել այդ մեթոդների օգտագործման մեջ, թե դեռ չեն կարող խոսել դրա մասին։ Օգտագործման համար մի քանի փուլ դեռ պիտի անցնի, այսինքն այնտեղ փորձարկումների փուլա եւ այլն, դրան դեռ չենք հասել, իմ ասածը ավելի գիտական արդյունքներ ունենք։ Այսինքն գիտական արդյունքներից անցումը կոնկրետ պրակտիկ կիրառությանը բժշկության մեջ այդտեղ դեռ ճանապարհ կա անցնելու։ Ես հույս ունեմ, որ այդ ճանապարհը կանցնենք։ Ամեն դեպքում կան պլաններ եւ հետամուտ եմ լինելու, որ իրականացնենք։ Այսինքն այստեղ լավ հնարավորություններ կան նաև երիտասարդ ուսանողների համար, ինչ հեռանկարներ կան, որ կարող է շահագրգռել ուսանողներին այս ուղղությամբ զբաղվելու։ Նո, ուղղությունը ըստ իս բավականին հեռանկարային է, որտեվ ինչպես ասեցի, շատ բան կա անելու դեռ այս ոլորտում։ Շատ հարցականներ կան, որոնց պատասխանները գիտնականները դեռ չունեն, եւ հաշվի առնելով, որ նաեւ այս ոլորտը ինքը կապված է կյանքի հետ, կապված է բժշկության հետ, ինձ թվում է ուսանողների համար հետարքիր ոլորտ է հանդիսանում եւ ոչ միայն ասենք կենսաբանության ֆակուլտետի ուսանողների համար, այլ նաեւ ֆիզիկոսների համար։ Լաբորատորիաներ խմբեր կան, որոնք ակտիվ աշխատում են այս ուղղությամբ, եւ տեսական, եւ էքսպերիմենտով զբաղվող խմբեր կան, այնպես որ ինձ թվում է շատ բան կա անելու եւ ուսանողները իրենց կարող են գտնել այս ոլորտում։ Բավականին հետաքրքիր թեմա է իրականում, կարծում կարելի է շատ երկար խոսել, անդրադառնալ շատ մանր հարցերի։ Երևի թե ամփոփենք այսօր, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Ձեզ շնորհակալություն հրավիրելու համար։ Այսօր այսքանն էր, զրուցեցինք Տիկին Ալոյանի հետ եւ փորձեցինք հասկանալ կյանքը ֆիզիկական կողմից։ Հուսով ենք թեման ձեզ եւս հետաքրքրեց, իսկ դուք շարունակեք հետևել մեր ոդքասթի մյուս թողարկումներին, որտեղ շարունակելու ենք ուսումնասիրել կրթությունը եւ արվեստը։